Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել Փաշինյանը, իսկ դրսում հունից դուրս է եկել Արարատի մարզպետը։ Հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչները 2 օր է Բաքվում են պատասխան այց ադրբեջանցիների Երևան կատարած այցից հետո։ Անկլավների խնդրի լուծման միջազգային գործելակերպն ու Հայաստանը հնարավոր է արդյոք կիրառել այլ երկրների փորձը եւ որոնք են ամենահայտնի օրինակները։ Մեղադրանք թե քաղաքական ճնշում, ինչու է Լիդիա Մանթաշյանը հայտնվել իշխանության թիրախում։ Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում ինչ վիճակ է այս պահին։ Թրամփի ծրագրի տեքստը հասել է Մոսկվա եւ Կիև, ինչպես են կողմերը գնահատում այն։ Եվ այսպես այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում։ Մարզահամերգային համալիրում ընթացող այս միջոցառումը մեզ, այսինքն լրագրողների համար փակ էր։ Համաժողովին մասնակցում են տարբեր նախարարությունների եւ պետական հիմնարկների աշխատակիցներ։ Դատելով Փաշինյանի թիմակից ԿՊԱ-ական падգամավոր խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի տարածած կարճ տեսանյութից, վարչապետը պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի եւ նաեւ նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։ Սա կարելի է պետության եւ պետական հիգիենայի էական եւ տեսական մասնավոր։ Այս նկատառումով է, որ սկզբունքային են համարում մեր վերջին դերակատարության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության։ Այդ նոր լեգիտիմության պատճառով Իսկ հավաքին մասնակցելու համար համալիր եկած Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղիղ չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք կողմ կլինի ինքը Տիգրանաշենի փոխանակմանը։ Եթե Տիգրանաշենի փոխանակման հարց բարձրացվի, ձեր արձագանքը որը կլինի։ Ոսոր կինո նկարած ձեր Ձեր հարցին կպատասխանեք, ձեր արձագանքը արդեն կողմ եք անկլավների փոխանակման տարածքների, թե կարծում եք Տիգրանաշենը եթե արտոնքների հետ կողմեմ Հայաստանի իշխանությանը։ Բայց ժամանակին ասում եք չի կարող նման բան լինել Տիգրանաշենի հիմա ինչ արևը մի խոսեք։ Ինչ։ Հիշեցնեմ, որ այս ամսվա սկզբին մեր եւ Ադրբեջանի օրակարգում կրկին հայտնվեցին այսպես կոչված անկլավների թեման։ Երկու երկրների ղեկավարները դա ներկայացնում են որպես սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց, սակայն փորձագետների դիտարկմամբ այն ինչ տեղի ունեցավ Տավուշում եւ նախատեսվում է մյուս անկլավների հետ, հեռու է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի տրամաբանությունից։ Իսկ ինչ է ասում համաշխարհային փորձը եւ արդյոք Հայաստանը տեղավորվում է այդ օրինակների շրջանակում։ Անի Աբաղյանն է ներկայացնում։ Իտալական խոհանոցից փորձել եք պիցցա մարգարիտա, պաստա, իսկ իտալական սցենարով ֆիլմեր դիտել, օրինակ Կնքահայրը։ Իտալական մի սցենար էլ կա, որը նույնպես հետաքրքիր է։ Հռոմի սրտում ապրող աշխարհի ամենափոքր պետությունն է Վատիկանը, պետություն Իտալիայում իր օրենսդրությամբ, սահմաններով, սիմվոլներով։ 1929 թվականին անկլավ հանդիսացող Վատիկանը մոտ 100 տարի է անկախ է։ Ի տարբերություն չափերին մեծ ազդեցություն ունի Իտալիայի սահմաններից ներս եւ դուրս։ Կենտրոնական Իտալիայից ուղիղ գծով 330 կիլոմետր հեռավորության վրա եւս մեկ անկլավ կա՝ Սան Մարինոն։ Աշխարհի ամենահին հանրապետություններից Սան Մարինոն լեռնային անկլավ է։ 4 կողմից շրջապատված Իտալիայով առանց դեպիծով ելքի։ Իտալական սցենարով մեկ հանրապետության տարածքում գոյություն ունի 3 ճանաչված պետություն՝ իրենց հատուկ օրենքներով, առաջնահերթություններով ու յուրահատկություններով։
Աշխարհում ամենավիճարկելի խճճված անկլավային խնդիրն ունեին Բելգիան ու Նիդերլանդները։ Օրինակ, մեկ քաղաքում մի տան պատուհանը կարող է պատկանել Բելգիային, իսկ Բաքում գտնվող ծառը Նիդերլանդներին։ Բելգիան եւ Նիդերլանդներն ամբողջովին ընդունել են իրար փոքր անկլավները, եւ դրանք կարգավորում են տարեկան կամ անհրաժեշտության դեպքում թարմացվող համաձայնագրերով առանց լուրջ հակամարտության կամ սահմանային ճգնաժամերի։ Լեհաստանով ու Լիտվայով շրջափակված Կալինինգրադը ռուսական անկլավ է Եվրոպայի միջնամասում։ Բացառություններից է աշխարհի անկլավային խնդիրները կարգավորելու հարցում։ Там есть специальное соглашение, которое выглядит совершенно потрясающе. То есть при нынешних отношениях России и Запада, при украинской войне, которая идет, при российско-литовских отношениях, которые не самые лучшие в мире, давайте так это назовем, существует способ, транспорт существует, поезд, который ходит с территории Белоруссии, а Белоруссия объединена с Россией в смысле визового режима, это единая территория Советского союзное государство. Из Белоруссии в Калининградскую область ходит поезд. Этот поезд ходит по территории Литвы. Литва является членом НАТО, членом Европейского Союза, и, что, наверное, более важно, она еще и член Шенгенской зоны. Ի տարբերություն թվարկված բացառիկ օրինակների, աշխարհը հիմնականում փոխանակման սկզբունքով է առաջնորդվում։ Աշխարհը նմանատիպ 165 դեպք է տեսել, որոնց 99%-ը եղել է հենց այդ land swap-ի տարբերակով արտարացների փոխանակման սկզբունքով։ Տարածքների փոխանակման սկզբունքով դասագրքային օրինակ է Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջև տեղի ունեցածը։ 2015 թվականին երկու երկրի միջև ստորագրվել է պայմանագիր Land Boundary Agreement անունով։ Անկլավների հարցը կարգավորվեց փոխանակման սկզբունքով։ Աշխարհն անկլավների կարգավորման հարցում դրանից բարդ համակարգ չի ունեցել։ Մեր տրամաբանությունն է նա, որ այդ անկլավը պետքա փոխանակվի անկլավի հետ եւ այն ինչ որ իրանց հսկողության տակ է, մնա իրանց հսկողության տակ, այն ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ։ Անկլավների փոխանակման սկզբունքին 4 տարի առաջ համաձայն էր Նիկոլ Փաշինյանը։ 4 տարի անց մոտեցումները փոխվել են։ Նոյեմբերի 8-ին Փաշինյանն Արցվաշենն ու մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին է գրել։ Ինչ խնդիրներ կարող են առաջացնել մոտեցման այս փոփոխությունը։ Այն ինչ որ առաջարկում է Ադրբեջանի եւ մասնավորապես Վաշինգտոնի փաստաթղթերի միջոցով նոր կոնֆլիկտների բուն են, նոր կոնֆլիկտներ առաջացնող բաներ են։ Եվ դա է խնդիրը, որ այսօր մենք բողոքում ենք, Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ հասկանալով հանդերձ այս ամենը անում են, կոնֆլիկտների նոր օջախներ են ստեղծում։ Մանուկյանը հիշեցնում է Արցախյան շարժման ու պատերազմին հաջորդածը, երբ անկլավների հարցը կարգավորվել էր փոխանակման սկզբունքով, այսինքն Հայաստանը չի պահանջում Արցվաշենը, Ադրբեջանը Հայաստանում գտնվող անկլավները։ Փաշինյանը ակտիվացնելով անկլավների թեման հրահրում է վիճակը։ Վերջին 4 տարվա ընթացքում Տիգրանաշենի մասին շատ 100-ապատիկ ավելի ինքնեսել քան ասած 35 տարվա ընթացքում։ Բնակչության 99%-ը երևի որ չանցել այդ տարածքով կամ չգիտեր, չէ լսել այս խնդրի մասին։ Այս իշխանությունը ակտիվացրեց այդ խնդիրը, այս իշխանությունը գրգռեց ադրբեջանական ախորժական, ընդհանրապես հայկական տարածքների նկատմամբ իր անհեռատեսությամբ դիվանագիտությունից ոչինչ չհասկանալու եւ հայկական ազգային պետական շահերը չհասկանալով։ Գործող իշխանությունը բարեփոխումներ անելու համար սիրում է Հայաստան բերել միջազգային փորձը, նորմերը, օրինակ կրթության, անվտանգության, տնտեսության ոլորտներում։ Ինչու չի պահպանում արդեն Հայաստան եկած ու դրական արդյունք արձանագրած աշխարհի անկլավային խնդիրները կարգավորելու փորձը։ Անիա Բաղյան, Սամվել Իսրայելյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ այս ամենի ֆոնին նշեմ, որ արդեն 2 օր է հայկական քաղաքասարակության ներկայացուցիչները գտնվում են Բաքվում։ Այս այցը հանդիսանում է պատասխանքային ուղիղ 1 ամիս առաջ Երևան ժամանած ադրբեջանական պատվիրակության այցին։ Իսկ ինչ ենթատեքստ են տեսում այս գործընթացում ադրբեջանագետները, լսենք։ Դա իհարկե կրում ավելի շատ քարոզչական բնույթ, որովհետև արդյունավետությունը զրոյական է, հնարավոր չի փորձել մերձեցնել կամ հաշտեցնել քաղաքասարակությունը ունենալով պետական մակարդակի վրա տարածվող, սերմանվող եւ հնչեցվող հայատյաց հայտարարություններ։
Սա անցյալում տեղի ունեցող փորձներ ժամանակին Շվիդկոյի հովանավորության տակ ադրբեջանական այսպես ինտելիգենցիա անկախ հասարակությունը գալիս էր Հայաստան, հայկական կողմը գնում էր Ադրբեջան, բայց իհարկե զրոյական էֆեկտով, որտեղ ադրբեջանցիները գալիս են այստեղ ուտում խմում, հավես ժամանակ էին անցկացնում, հետո գնում էին Բաքու ու ինչ հայհոյանք եւ վիրավորանք չէին հնչեցնում հայկական կողմի վերաբերյալ, վստահ եմ, որ հիմա նույն պատմությունն է եւ հետեւաբար սա առաջի հերթին փորձ է ցույց տալ արտաքին աշխարհին եւ արտաքին մասնակիցներին, հա, հիմնականում Եվրոպա, Ամերիկա, որ մենք առանց ձեզ էլ առանց Մինսկի խումբի էլ կարող ենք մեր միջի տարաձայնությունները լուծել։ Ես կարող եմ հիշեցնել, երբ որ կամ բոքսի առաջնություններ, մի հատ կնայեք չեմ հիշում, կամ էլ բարբայի համաշխարհային չեմպիոնատներ Բաքվում տեղի ունենան, երբ որ հայկական խումբը դուրս եկավ, սկսեցին շշեր ու քարեր նետել մարզիկների վրա հենց բեմ։ Նման բաներ ա եղել։ Շատ դեպքեր ա եղել, այսինքն կարելի է անվերջ անսպար թվարկել հատ բոլոր դեպքերը, ինչ Արդեն մի քանի օր է շրջանառվում են Ադրբեջան մեկնած պատվիրակության անդամների անունները։ Իսկ թե ովքեր են նրանք, մանրամասները տեսանյութում։ Համացանցում մի քանի օր է շրջանառվում են Ադրբեջան մեկնած պատվիրակության անդամների անունները՝ Արեգ Քոչինյան, Բորիս Նավաստարդյան, Նարեկ Մինասյան, Նաիրա Սուլթանյան, Սամվել Մելիքսեթյան։ Արեգ Քոչինյանը անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է։ 2018-ից 2020 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդում որպես մամուլի քարտուղար։ 2022-ից 2024 թվականներին եղել է X-Art համակարգիչների խանութի փոխտնօրենը։ Ընկերության անվան հետ էր կապված 2024-ին ձեռք բերված գերհամակարգչի պատմությունը, որի գնման համար կառավարությունը ծախսել էր 2.7 միլիարդ դրամ։ Քոչինյանը 2022-ից ի վեր է ներկա պաշտոնում հետազոտական կենտրոնը հիմնադրվել է հենց իր կողմից նույն տարվա հունվարին։ Պատվիրակության 5 անդամներից հաջորդը Նարեկ Մինասյանն է, նա Արեգ Քոչինյանի հիմնադրած անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոն ՀԿ ասոցիացված փորձագետ է։ Զուգահեռ աշխատում է հանրային հեռուստաընկերությունում որպես քաղաքական լրագրող։ 2014-ից 2018 թվականներին եղել է Հայացք կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի ռազմաքաղաքական անվտանգության փորձագետը։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից պատվիրակության մեջ ընդգրկված մյուս անդամ փորձագետը քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է։ Նա 2009-ին ավարտել է Դոնի Ռոստովի հարավային դաշնային համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Բորիս Նավաստարդյանը, ով պատվիրակության կազմում է, իր պնդմամբ կառավարության առաջարկով Երևանի մամուլի ակումբի նախագահն է։ Այդ պաշտոնին է 1995 թվականից, իսկ 2023-ից Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահի կոչումն է ստացել։ Մինչ 1995 թվականը Նավաստարդյանը ծավալել է լրագրողական, ապա խմբագրական գործունեություն։ Վերջին 5-րդ անդամը Նաիրա Սուլթանյանն է, նա աշխատել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում, Միացյալ Նահանգների ազգային ժողովրդավարական ինստիտուտում, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամում եւ ՄԱԿ-ում։ Ուղիղ մեկ ամիս առաջ հոկտեմբերի 21-ից 22-ը Երևան էին ժամանել Ադրբեջանի պատվիրակները։ Սա ըստ էության պատասխանեցն է։ Կառավարությունն այս այցի համար հատկացրել է 17.5 միլիոն դրամ։ Սեդամակարյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Մինչ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները մտածում են խոսել խնդրահարույց թեմաների մասին, թե ոչ, Բաքուն շարունակում է դատել մեր հայրենակիցներին։ Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը։ Ինչպես եւ նախորդ նիստին, երեկ էլ կրկին հարցաքննվել են այսպես կոչված ուժողները, ուսումնասիրվել են գործի նյութերում առկա որոշ փաստաթղթեր եւ իբր ապացույցներ։ Հաջորդ կեղծ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 24-ին։ Ներքաղաքական թեմաների մասին։ Ինչպես արդեն գիտեք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է սրբազան պայքարի գործով անցնող Լիդիա Մանթաշյանին կալանքի տակ թողնել եւս 3 ամիս։ Նրա նկատմամբ կիրառված այս որոշումը իրավապաշտպանները գնահատում են որպես շարունակական բռնաճնշում Հայաստանի միակ կին քաղբանտարկյալի նկատմամբ։
Իրավապաշտպաններն անօրինական են համարում Սրբազան պայքարի անդամ Լիդիա Մանթաշյանի կալանքն անփոփոխ թողնելն ու այն որակում են պատժիչ գործողություն, մինչդեռ պատժիչ գործողություններն իրականացվում են դատարանի վճռի հրապարակումից հետո։ Ըստ նրանց խախտվում է նաև մարդու անմեղության կանխավարկածը։ Կալանքն առհասարակ որպես խափանման միջոց ընտրվել է հազվադեպ, ասում են իրավապաշտպանները։ Դատախազությունը պատճառաբանում է, որ Լիդիա Մանթաշյանը տնային կալանքում հնարավոր է խոչընդոտի նախաքննությանը, մինչդեռ զրուցակիցներս նշում են խափանման բազմազան միջոցներ կան, որոնք կարող են կանխարգելել ենթադրյալ խոչընդոտման գործընթացը։ Անձը չի կարող խոչընդոտել կամ խոչընդոտել դատական մարմնի աշխատանքին կամ չի կարող պետք է լքի Հայաստանը, այդ ողջամիտ կասկածները չեմ կարծում, որ հիմնավորված են։ Ըստ իրավապաշտպանի վերջին տարիներին կալանավորվածներն ավելի շատ են, քան դատարանի որոշման բանտարկվածները, սա հայտարարություն է որակում Ժաննա Ալեքսանյանը։ Գլխավոր դատախազը, ասենք, չափը անցել է, ինձ թվում է։ Ոնց կարելի է կնոջ նկատմամբ, ասենք, ակնհայտ է, էլի, որ կինը ոչ մի կապ չունի իրենց առաջադրած մեղադրանքի հետ։ Դատախազը թող հերքի ինքը իր ասացները ազգային ժողովում, երբ որ պնդում էր այդ մեղադրանքը, այն ինչ որ պնդում էր, հետո հերքվեց ձայնագրության մեջ։ Որ կալանքի կիրառումն անհիմն ու անհամաչափ է, պնդում է նաև Արտուր Սաքունցը։ Նա սակայն Լիդիա Մանթաշյանին քաղբանտարկյալ չի համարում։ Խափանման միջոցների ցանկը շատ ավելի լայն է, եւ դրա դեպքում որևէ կերպ հիմնավորում չկա, թե ինչու են հենց կալանքը որպես խափանման միջոց ընտրում։ Եվ այդ առումով իհարկե գործ ունի մարդու իրանքի խախտման հետ։ Իրավապաշտպան Զարա Հովանիսյանի համար էլ դատախազության եւ դատարանի ներկայացրած հիմնավորումները պարզ չեն։ Հովանիսյանն ասում է, սովորաբար եթե կալանք են սահմանում, պետք է 2 ամսով սահմանեն։ Այս դեպքում որոշել են 3 ամիս։ Ինչու՞։ Իրավապաշտպանը նաեւ չի հասկանում, թե ինչու են սահմանափակել Լիդիայի այցելությունները։ Կալանքը որպես խափանման միջոց դեռևս շարունակում է Հայաստանում կիրառվել բավականին շատ, թեև քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է շատ ավելի բազմազան ձևեր, այս թվում նաև տնային կալանքը, վարչական վերահսկողությունը, ինչպես նաև գրավը եւ ստորագրությունը չհեռանալու մասին, բայց միևնույն է կալանավորումը դեռևս բավականաչափ կիրառվում է եւ այս դեպքում եւս հիմնավորումները այնքան էլ ազդեցիկ չեն։ Ահաբեկչություն պլանավորելու համար մեղադրվող Լիդիա Մանթաշյանի կալանքը դատարանը երկարաձգեց եւս 3 ամսով։ Երկարաձգվեց նաեւ նույն գործով անցնող Մովսես Շարբաթյանի կալանքը։ Փոխարենն այս պահին 7 մեղադրյալի նկատմամբ բանտային կալանքը վերացվել է։ Սեդամ Ակարյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Իրավաբանական համայնքն ու քաղաքական գործիչները Լիդիայի նկատմամբ ընդգծված վերաբերմունքը պատահական չեն համարում։ Միայն Լիդիայի կալանքն է ուղեկցվում տեսակցությունների սահմանափակմամբ։ Լիդիային այցելում են միայն ընտանիքի անդամները, սակայն մայրը 5 ամիս է աղջկա ձայնը միայն հեռախոսով է լսել։ Իմ գործընկեր Սեդամ Ակարյանն է զրուցել ընտանիքի անդամների հետ։ 5 ամիս է Հայաստանի միակ կին քաղբանտարկյալի մայրը դստերձայն է հեռախոսից ու հեռուստացույցից է լսում։ Առողջությունը չի ներում Դիլիջանից հասնել բանտ նրան տեսակցելու։ 39-ամյա Լիդիան մայրիկի հիմնական խնամակալն էր, 2-ով էին ապրում։ Մայրս սրտի խնդիր ունի ու Լիդիային երբ որ ձերբակալեցին դրանից հետո սրվել է, դրա համար աշխատում ենք այդ թեման տանը շատ չի շոշափել, հեռախոսազանգերով է շփվում Լիդիայի հետ։ Ինքն ու Լիդիան միասին են ապրում, հայրս անցած տարի մահացել է եւ Լիդիան կարելի ասել տան միակ կերակրողն էր, մայրս առողջական խնդիրների պատճառով չի կարող աշխատել եւ 62 տարեկան է, դեռ թոշակի չի գնացել։ Դատարանը եւս 3 ամսով երկարաձգեց նրա կալանքը, տեսակցություններն էլ սահմանափակեց։ Ընտանիքից դուրս որևէ մեկը չի կարող այցելել նրան։ Քույրը Լիզան 15 օր առաջ է հանդիպել Լիդիային։ Ինչպես էր առողջությունը, իսկ տրամադրությունը։ Ինչպես միշտ դրական, պոզիտիվ, ես կասեի մարտական։ Քույրն ասում է հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերն ու կամքը հայրիկից են ժառանգել։ Ամուր են, բայց չեն ժխտում։ Դժվար օրեր են։ Լուսավոր կետ ոնց որ մեր ընտանիքից բացակամ է, շատ լուսավոր կետ, մեր ուրախությունն է Լիդիան իր առօրյա վարակիչ ծիծաղով, ամեն ինչով, կազմակերպչական ջիղերով իր առօրյա միջոցառումները մեր ընտանիքի համար կազմակերպելով
Լիդիայի մասին ամենաբարդ հարցերը քրոջ երեխաներն են տալիս։ Դեպի դպրոց ու մանկապարտեզ տանող ճանապարհին տեսնում են մորաքրոջ լուսանկարով պաստառներն ու հարցերի շարանով տուն դառնում։ Որտեղ է մորաքույրը։ Ինչու են լուսանկարները փակցված քաղաքով մեկ։ Ինչու են նրան հեռուստացույցով միայն տեսնում, այն էլ ապակիների հետևում։ Ծնողները դժվարությամբ են պատասխաններ գտնում։ Մենք շատ մեղ ավելի փափուկ բացատրել ենք, որ Լիդիան հիմա անազատության մեջ է, իր գաղափարների, իր հայրենասիրության պատճառով։ Մինչև 10 տարեկան են, հենց այդքան էլ լավ չեն հասկանում։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը, բայց արդարադատության ակնկալիք չունեն։ Վերաքննիչ դատարանի ունեցած մեր պրակտիկան էլ շատ հուսադրող չէ։ Շատ զարմանալի պատահականությամբ Լիդիա Մանթաշյանի նախորդ երկու կալանքները, երբ որ բողոքարկվել էին, մակագրվել էին միևնույն դատավորին, Մնացական Հարությունյանին, ով երկու դեպքում էլ ըստ էության Լիդիայի կալանքը անփոփոխ է թողել։ Իրավաբանները վստահ են, Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետների երկարաձգումը չունի այլ տրամաբանություն, քան կալանքը որպես պատիժ կիրառելն է։ Այս պարագայում այդ պատիժը նպատակ ունի կանխարգելել նմանատիպ այլ մարդկանց, այլ կանանց, ովքեր ցանկություն կհայտնեն լինել հասարակական քաղաքական գործընթացներում, որ մի եղեք, որովհետև այլևս այս հասարակությունում նույնիսկ չկա այդ կարմիր գիծը կնոջ հանդեպ առավել դրական իմաստով խտրական վերաբերմունք ունենալու։ Ահաբեկչության մասին մեղադրանքները ծիծաղ են առաջացնում ընտանիքի անդամների, ընկերների ու Լիդիայի հետ երբևէ շփված մարդկանց մոտ։ Մեր ճպտերես Լիդիան ահաբեկիչ, ծիծաղի ու ցավի արանքում անհասցե հարց է տալիս քույրը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Լիդիայի շուրջ ստեղծված վիճակին քրեակատարողական հիմնարկից անդրադարձել է նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Հստակ է, որ այսօր գերության եւ պատանդառության մեջ է ողջ Հայաստանը բոլոր շերտերով, հետեւաբար ձեր ցուցաբերած զորակցությունը ոչ թե մեր մասին է, այլ մեր երկրի ազատագրության։ Այո, մենք գերեվարված ենք եւ պատանդառված թշնամու կողմից, բայց մեր հայրենիքն ավելին է, քան մենք։ Դատարանում տեղի ունեցած Լիդիա Մանթաշյանի եւ Մովսես Շարբաթյանի նկատմամբ դրա վառապացույցն է։ Հատկապես Լիդիայի վերաբերյալ կայացրած որոշումով դատարանը եւս մեկ անգամ փաստեց իր հրանգավորված եւ կամակատար լինելու մասին, եւս մեկ մեղ խփելով արդարադատության դագաղին, ինչ էլ որ անեք, ինչպես էլ վարվեք, միևնույնն է այս պայքարը անվերան շարունակվելու է մինչև մեր երկրի կատարյալ ազատագրումը, իսկ Լիդիան իր բարձր նկարագրով կա եւ մնալու է այս ազատագրական պայքարի շղթայված եւ հաղթանակող խորհրդանիշը։ Գեղարքունիքի մարզում Ճամբարակ Թթուջուր Սարալանջին 3 բռնկված հրդեհը վերահսկելի է, հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են 243 փրկարար ծառայող, 6 հրշեջ տեխնիկա եւ 30 օպերատիվ խումբ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով 3 օջախով 70-ից 80 հեկտարով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ եւ բնակելի տարածքներ։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Գայլերի ոհմակը հոշոտել է 28 գլուխ ոչխար, ըստ Շամշյան Քոմի դեպքը տեղի ունեցել Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա գյուղում, պարզվել է, որ եւս 15 գլուխ ոչխար կորած է։ Միջազգային լրահոսից։ Ինչպես գիտենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ հրապարակել է Թրամփի 28 կետից բաղկացած ծրագիրը, որը նպատակ ունի կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը։ Ծրագրի համաձայն ամբողջ Դոնեցկի մարզը կարող է անցնել Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ Ղրիմն ու Դոնբասը ճանաչվում են ռուսական տարածքներ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագիրը առարկայական չի քննարկվել Մոսկվայի հետ միայն ընդհանուր առմամբ ընդ որում Ալյասկայում կայացած հանդիպումներից հետո։ Այն ժամանակ Ռուսաստանը հաստատել է, որ չնայած դժվարությունների համաձայն է կարգավորման վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկների հետ։ Իսկ ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Ուկրաինան ապրում է իր պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը։ Ուկրաինայի ժողովրդին ուղղված տեսաուղերձում Զելենսկին ընդգծել է, որ երկիրը կարող է ընտրության առաջ կանգնել կամ ընդունել դժվարին 28 կետը կամ մտնել ծայրահեղ ծանր ձմեռ դիմակայելով հետագա ռիսկերին։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ոչ պատշաճ աշխատանքի արդյունքն է, հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ է օգտագործել, որոնց հետևանքով մեծ վնաս է կրել նաեւ Ադրբեջանի դեսպանատունը։ Ալիևը դատապարտել էր հարվածը եւ նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը եւ Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ։ Շուտով խաղաղություն կլինի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Մեկնաբանելով Զելենսկու հնարավոր հրաժարումը ԱՄՆ խաղաղության ծրագրից, Թրամփը հայտարարել է. «Ուզում եք ասել, որ Զելենսկուն դուր չեն գալիս մեր առաջարկները, նա ստիպված կլինի դա ընդունել։ Ինչ որ պահի նա ստիպված կլինի համակերպվել ինչ որ բանի հետ։ Հիշում եք վերջերս հենց Օվալաձև աշխատասենյակում ես ասացի. դուք խաղակարգեր չունեք», ասել է նա։ Իրանն Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ որևէ աջակցություն չի ստացել այն երկրներից, որոնց համարում է իր դաշնակիցը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Մեր բարեկամ որոշ երկրներ պետք է օգնեին 12-օրյա պատերազմի ժամանակ, բայց չարեցին, նշել է Իրանի նախագահը։ Ռուսաստանը ցանկանում է թուլացնել Լեհաստանին, քանի որ այն չափազանց ուժեղ է, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Ռուսաստանը ցանկանում է թուլացնել մեզ ցանկացած գնով, քանի որ Լեհաստանն այսօր չափազանց ուժեղ է անմիջական հարձակման համար, ասել է նա։ Լեհաստանի կառավարության ղեկավարի խոսքով Մոսկվայի ռազմավարությունը հստակ է եւ նրա նպատակն է Եվրոպայի, Ուկրաինայի եւ ամենից առաջ հենց լեհերի դեմ հանել Լեհաստանին։ Բանգլադեշի մայրաքաղաքում տեղի ունեցած երկրաշարժն ուղիղ եթերում ցուցադրել է տեղական հեռուստաալիքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.7 մագնիտուդ, հաղորդվում է առնվազն 5 զոհի եւ 100 վիրավորի մասին։ Հնդկական Թեջաս կործանիչը վթարի են ենթարկվել Դուբայի ավիաշոուի ժամանակ։ Վթարը տեղի է ունեցել ցուցադրական թռիչքի ժամանակ։ Օդաչուն մահացել է։ Չինական ռոբոտը համաշխարհային ռեկորդ է սահմանել առանց կանգ առնելու քայլելով 106 կիլոմետր։ Այս նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Զառա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Չինաստանում ընտրել են ամենածույլ մարդուն։ Հաղթողը կարողացել է անշարժ պարկել 33 ժամ։ Մրցույթին մասնակցել է 240 մասնակից։ Մասնակիցներին թույլատրվել է օգտագործել իրենց հեռախոսները, գիրք կարդալ, պատվիրել ուտելիք եւ կողաշրջվել։ Նստելն ու զուգարան գնալը արգելված է եղել։ Հաղթողը ստացել է 3000 յուան, որը համարժեք է 161100 դրամի։ Հարգելի հետևորդներ, խնդրում եմ մի փոքր սպասել, խնդրում եմ ստուգել տվյալները, ուզում եք կանխիկացնել, թե փոխանցում կատարել, ձեր գործարքը հաջողությամբ կատարված է, շնորհակալություն մեզ ընտրելու համար։ Որտեղ ենք լսում այս նախադասությունները, դե իհարկե բանկերում։ Այս արտահայտությունները լայն ժպիտով ասում են բանկային աշխատողները, որոնց մասնագիտական օրն է այսօր։ Շնորհավորում ենք նրանց մասնագիտական օրվա առթիվ ու բոլորից մաղթում չստանալ հաղորդագրություն վարկը չմարելու կամ սև ցուցակում հայտնվելու մասին։ Իդեպ իմ վարկի մարման օրը երբ էր։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։